Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան կուղարկվի 14 երկաթուղային վագոն, որոնք կտեղափոխեն 977 տոննա հացահատիկ։ Facebook-ում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 1 ամսով։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Հիշեցնեմ, Շենգավիթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել 1 անձի ատելություն և թշնամանք հրահրելու կասկածանքով։ Համացանցում տարածված տեսանյութում տղամարդը ներկայանալով որպես շենգավիթցի Արտակ վիրավորական և սպառնալից արտահայտություններով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, որ նրան սպասում են Շենգավիթում։ Ընտրակաշարք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել։ Այս մասին հայտում են հակակոռուպցիոն կոմիտեից և տեսանյութ հրապարակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց նախապատրաստել են մի շարք ընտրողների տալ ընտրակաշարք, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ես չգիտեմ ինչ է, դա բախում է դերանասին, ապեր է ձեր
Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Քարոզարշավի 8-րդ օրը կուսակցություններն ու դաշինքները շարունակում են թեժ պայքարը։ Քաղաքացիական պայմանագիրը Քարոզարշավը շարունակել է Արմավիրում։ Ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում է արվել մարզում 2018 թվականից սկսած, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց մինչև այդ ելույթը սկսել է Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դատապարտմամբ։ Ուզում եմ ելույթը սկսելուց առաջ եւս մեկ անգամ խստորեն դատապարտել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությունը եւ դա ինչ որ տեղի ունեցել կատարելապես եւ բացարձակապես անընդունելի է եւ իմ դիրքորոշումը ես արտահայտել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ իմ ակնկալիքն է, կարծում եմ բոլորի ակնկալիքն է, որ տեղի ունեցածը համոզիչ եւ ամբողջական կերպով բացահայտվի եւ բոլոր մեղավորները բացահայտվեն եւ արժանանան համապատասխան պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, որովհետեւ դա մեր պատկերացումը չէ եւ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության մասին եւ նման գործելակերպը իրավապահ համակարգի եւ պետական համակարգի հստակ եւ տարընթերցումների տեղ չտվող դիրքորոշումներով պետքա բացառվի։ Բարի բուն իմաստով ցեղ շպրտելով եւ ջուր ծեծելով է ուղեկցվում դեմ են բոլորին կուսակցության քարոզարշավը։ Նախորդային Կարապի լճի տարածքում կուսակցության անդամները համապատասխան քարոզչական գործիքներով ջուր են ծեծել ու քանի որ լիճը դատարկ էր, ջուրն իրենց հետ բերել են։ Ասում են բոլոր քաղաքական ուժերն այս օրերին ջուր են ծեծում, բայց իրենք միակ ազնիվ ուժն են, որ իրերն իր անուններով է կոչում։ Հարցին ինչպես են ֆինանսավորվում, մեկնաբանում են, որ կայք են բացել, որտեղ մարդիկ բաժանորդագրվել են եւ գումար փոխանցել։ Ոչ թե նավակն է ջրի մեջ, այլ ջուրը նավակի։ Քաղաքական ուժերի ջուր ծեծելու համար ոչինչ չի կարող խանգարել։ Ավելին մենք լուրջ վախեր ունենք, որ նրանք հաջորդ 30 օրը այնքան ջուր են ծեծելու երկրի տարբեր լողավազաններում, շատրվաններում, լճերում ու ջրամբարներում, որ երաշտ լինի։ Հատուկ ուշադրության եմ հրավիրում Սևանի ավազանի բնակիչներին։ Չթողնեք նրանք ծեծեն Սևանը, այն առանց այն էլ ցածր է։ Թեպետ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Ալյանս կուսակցության առաջին համարի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, կուսակցության նախագահը շարունակում է հրավար ներկայացնել նախընտրական ծրագրերը։ Ուրիխանյանը կոչ է անում քարոզչության ընթացքում հետևել իր YouTube-յան ալիքին, տեսնելու թե ինչպես է աշխատել։ Ընտրություններով իշխանափոխությանը չի հավատում, բայց սա միջոց է ընդդիմությանը քվե ստանալու։ Նայեք այնտեղ ինչա տեղի ունեցել, ինչի մասին եմ պատմել, ինչ եմ ասել, ինչպես եմ Հայաստանի սահմաններից դուրս ղեկավարել իմ ու ընկերներիս ստեղծած կուսակցությունը, մնալով իսկական արմատական ընդդիմադիր դիրքերում, ինչպես եմ աշխատել հայ համայնքի հետ, հայրենասեր իսկական պայքարի պատրաստ ու մասնակցող ընկերների ու գործընկերների հետ, որպեսզի այսօր հասնենք ընտրությունների օրվան։ Միանգամից ասեմ, որ ընտրություններին ես չեմ հավատում, ընտրություններով իշխանություն փոխելուն չեմ հավատում։ Ընտրություններս բացառապես նրա համար են, որպեսզի ընդդիմությունը ստանա հնարավորինս շատ քվե, հատկապես մեր նման արմատական, իսկական ընդդիմությունը, որպեսզի ակումուլացվի այն կրիտիկական զանգվածը, որը սրանց ընտրություններ կեղծելու արդյունքում դուրս է գալու փողոց։ Միշտ ասել եմ ու կրկնում եմ, 2 տարի ասել եմ, կրկնում եմ, լայն ժողովրդական զանգվածային շարժմամբ պիտի սրանք վռնդվեն, կալանավորվեն, ձերբակալվեն, սպասեն բանտում վերընկած մինչև
Հայաստանում փոխվի օրենսդրություն եւ ենթարկվեն օրենքով սահմանված հանրաքվեով նորից վերադարձված մահապատժի։ Երևանից մինչև ամենահեռավոր սահմանամերձ համայնք մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն է հայտարարել Բերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նրանց ուզող հարցերին, մասնավորապես երբ է վերջին անգամ եղել Բերդում կամ ինչ է արել այս ընթացքում։ 8 տարում ինչ եք արել, ես այդ պատերազմի ժամանակ եղել եմ բանտում եմ եղել։ $3 միլիոն տղաներից ասել եմ, տղաներ ջան հավաքեք ինչ գումար կա, ուղարկել ենք Արցախ։ Նախագահին ենք ուղարկել, որ չասեն զինվորը ֆորմա չունի, մասկա չունի, ես բանտում եղած ժամանակ ուղարկել եմ։ Ցանկացած հարց, ով դիմելա օգնաջակցել եմ, տվել եմ, արել եմ, մերժում չի եղել։ Այսօր ոչ թե կուսակցության խնդիր է, սիրելի Քույրիկ ջան։ Ես ասում եմ, հիմա միկրոֆոնը տալիս եմ քեզ, այս ժողովրդին ասա, այս ճանապարհը նայի, մարդկանց վիճակը նայի, ասա աշխատատեղը բացվի, այս ենք արել։ 8 միլիարդ ավելացել է, մարդկանց մատից փուշ չեն անել, աշխատատեղ չեն ստեղծել, այսօր սա կորցրել ենք, ուղղը պետք է հանձնենք, ցուցակը տանենք։ Հիմա հալկապետարի մեծ աշխատում։ Ցավը դառնում, ես ասում եմ, ես չեմ ասում, իմ այս ժողովրդին պատասխանի 8 տարվա մեջ ձեր կյանքում ինչ է փոխվել ժողովուրդ։ Աշխատատեղ կա, ինչ ավելացում, ավելի վատ լավ լիներ, ես էլի կողմնակիցն եմ ձեզ, իմ համար, ես դաժե ինչ եմ արեմ ասել, վարչապետ չեմ ուզում իմ ժողովուրդը լավ ապրի, հպարտ ապրի, որ մենք կարողանանք մեջտեղս ուղղենք գլուխներս պարզ, ոչ թե ես այսօր գործեմ եկի վրա, ուզում եմ ցեխ շպրտեմ, վիրավորեմ, այս վիճակից մենք պետք է դուրս գանք, քու ժողովրդի երեսին նայելով, պետք է որ դու առած բան լինի ասել, ասեմ քեզի շատ, ես եմ եղել Փաշինյանի կողքին, որ եկել եմ հրապարակ, հիմա այդ մարդը ինքնով չի կարող անի, ես ասում ես ինքնով չի կարող, ես ամբողջ երիտասարդին, պետք է փոխի, չփոխեց դրամեր այսօր են ասել։ Ուժեղ Հայաստան դաշինքի թիմը շարունակել է քարոզարշավը Սևանում, նախորդին էլ նրանք Շենգավիթում էին, հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը, ավելի ուշ հանրահավաք էր։ Դուք ծանոթ եք Ուժեղ Հայաստանի ծրագրերին, ունեք, կարդալու եք, ծանոթանում եք։ Ես կանդազի, իմ լեսեն է, եմ որ կանդազի, ես եսա, ես շատ Ձեր բարեկամն է Շտանդազը։ իմ քրոջ ամուսինն է, ես միշտ մասնակցում, ես Բարդ է։ ուղղակի հիմա գործից տոնում եմ հոգնած ու Սամվել Կարապետյանը միակ ուժեղ վարչապետի թեկնածուն է, որ կարող է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի վտանգավոր ու ապազգային քաղաքականությունը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Պետք է արձանագրեմ, որ բավականին մեծ երթ դարձավ, բազմամարդ երթ է սա արդեն։ Բավականին շատ մարդ միացավ երթին, բակերից, փողոցներից, որտեղով որ անցավ երթը, համակիրները միացան։ Լուսավոր Հայաստան կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսել է նախագահի նստավայրից։ Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ չեն ուզում նախագահ, որը չունի որևէ տարաձայնություն գործադիր, օրենսդիր ու դատական իշխանության հետ։ Նա պետք է հակակշիռներից մեկը լիներ, դեր խաղար, իր կարծիքն արտահայտեր, ասել է Մարուքյանն ու առաջարկել քվեարկել իրենց օգտին։ Միակ ուժը, որ հանրապետության նախագահի ինստիտուտի վերաբերյալ տեսլական է ներկայացրել ժողովրդին, դա Լուսավոր Հայաստանն է։ Քվեարկելով թիվ 19 քվեաթերթիկով դուք հնարավորություն եք ստանում փոխել այս խայտարակ համակարգ, սա խայտարակություն է։ Ոչ միայն վարչապետն է փոխվում մեր ընտրվելու պարագայում, այլ նաև հանրապետության նախագահան հաջորդ օրը գնում է տուն։
Եթե ինքը անձամբ հրաժարական չտա, իմպիչմենտով նրան կհեռացնենք, սահմանադրական լծակները կան։ Բայց ինքը շատ արագ հրաժարական կտա, այդտեղ մտածելու բան չունենք։ Ես մեկ այլ ամոթալի բան էլ կարող եմ ասել, որ հանրապետության նախագահ գնաց իրանց եւ ասեց կյանքից մեջ առաջին անգամ տեսնում եմ պետական սահման։ Այսինքն մարդ, որը հանրապետությունն է ներկայացնում, մարդ, որը մեր նախագահն է սահմանադրությամբ, գնաց իրանց ու ասեց կյանքից մեջ առաջին անգամ տեսնում եմ Հայաստանի սահմանը պետական։ Նոր ուժը երկու ծրագիր ունի, մինիմում ու մաքսիմում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը մեկնաբանել է նախընտրական ծրագրի կարևոր դրույթները։ Բայց մենք համոզմունք ունենք, որ մենք շեմը ախտարելու ենք, այսինքն մեր ծրագրի մինիմումը լուծելու ենք։ Մենք ունենք երկու ծրագիր՝ մինիմում եւ մաքսիմում։ Մինիմումը հայտնել պարլամենտում, որպեսզի ընդդիմափոխություն լինի եւ քաղաքական խոսքը փոխվի, մակարդակը բարձրացվի եւ ծրագիր մաքսիմումը դա իշխանափոխությունն է։ Կարծում եմ մենք մեր ծրագիր մինիմումը կկատարենք, իհարկե ժողովրդի օգնությամբ, նաեւ օգտվելով առիթից խնդրում եմ բոլորին, որպեսզի անպայման հունիսի 7-ին գնան ընտրության, որոշեն ում են ուզում ընտրեն, եթե չգիտեք ում ընտրեք, մեզ ընտրեք։ Մենք ոչ մի մտավախություն չունենք, քանի որ մենք բոլոր մեր գործողությունները անում ենք օրենքների սահմաններում, հստակ հետևում ենք եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումներին եւ օրենսգրքի ցուցումներին, ընտրական, այնպես որ չեմ կարծում, որ այստեղ խնդիր կունենանք։ Կապված մնացածի հետ հուսամ, որ ամբողջ process-ը ընտրական կանցնի օրենքի սահմաններում, այսինքն իշխանությունը նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում, որովհետև մենք ունենք թե 23 թվականի դարը փորձը բավական ընտրությունների Երևանի, որտեղ շատ լայն մասշտաբով օգտագործվում էր ռեսուրսները, այսինքն վարչական ռեսուրսը օգտագործվում էր իշխանության օգտին։ Միասնության թևեր կուզակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ձայնագրություն է միացրել, որտեղ իր խոսքով Արմավիրի պետական քոլեջից պարտադրում են ուսանողներին մասնակցել քարոզարշավի։ Ես կհրապարակեմ ձայնագրություն, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողների մասնակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Խոսքը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, հիմա ես միացնեմ և հետո նաև կպարզաբանենք։ Երեկ ջան վաղը ժամը 5-ին մեր Կարմիր ակումբի հրապարակում պիտի հավաքվի երկու կուրսին էլ վերաբերվում է։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, չի բացառվում, որ չկարողանան գալ։ Նրանք, ովքեր շատ հեռվից են գալի, հնարավոր է խնդիր չկա, ասենք, մի քանի հոգու բացակայություն ոչինչ, բայց նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, նամանավանդ քաղաքի բնակիչներ, խնդրում եմ, ես էլ եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ուղղակի այնպես չանեք, ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք։ Պետությունը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած անունը Վլադիմիր Պուտին է։ Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիրն է հայտարարել։ Արման Բաբաջանյանի խոսքով քաղաքական ուժը պետք է կարողանա մարդկանց աչքերի մեջ նայել, լսել ամենածանր հարցերն ու չփախչել պատասխանատվությունից։ Արդարության եւ արդարադատության հետ կապված հիմնարար խնդիրներ կան մեր երկրում, մեր եւ դատախազական մարմինները, եւ քննչական մարմինները, եւ դատարանները համարում ենք, որ իշխանության եւ ժողովրդի խզում կա։ Ժողովուրդը իշխանություն չունի դատական համակարգի նկատմամբ։ Եվ մենք կարծում ենք, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ զտվելու, վեթինգի ենթարկվելու անհրաժեշտություն կա։ Ուրեմն այս շատ կարևոր հարց եք տալիս։ Այս ճանապարհներ, բաներ, բոլորը բխում է այդ մեծ հարցի հաջողությունից։ Մենք կարծում ենք, որ պետությունը լուրջ մարտահրավերների եւ պատերազմի մեջ է այս պահին։ Մեզ թվում է, որ խաղաղություն է, բայց մենք ամեն տեղ հանդիպում ենք մարդկանց, ովքեր անհանգիստ են եւ կրկին մեզ բարձրացնում են անվտանգությանն առնչվող մտահոգություն։ Ու այս շատ հատկանշական է, որ ոնց կարա 2 տարի մոտ կամ ավել սահմանին հարաբերական անդոր լինի, խաղաղություն լինի, զոհ չլինի, բայց մարդիկ շարունակում են անհանգիստ մնալ։ Այս նշանակում է, որ խնդրեմ կա։ Եվ մենք գտնում ենք, որ այդ խնդրեմը դրսից ներմուծվում է մեր երկիր։ Մենք գտնում ենք, որ այդ սպառնալիքը ունի շատ որոշակի անուն ազգանուն։ Այդ սպառնալիքի անունը Վլադիմիր Պուտինն է։ Եվ մենք միակ քաղաքական ուժն ենք,
որ նախ ախտորոշել ենք այդ սպառնալիքի անունը եւ գտնում ենք, որ պետությունը պիտի անհրաժեշտ վերաբերմունք դրսևորի այն մարդկանց, ովքեր այսօր հանդես են գալիս Պուտինի հաճախորդի, կլիենտի անունից եւ հանդես են գալիս որպես Պուտինի կլիենտ եւ այս ընտրությունները պիտի նաեւ պատասխան լինեն այն ջանքերին, որոնք Պուտինը դրսևորում է մեր պետությունը զավթելու համար։ Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամների շրջայցերը շարունակվում են։ Այսօր նրանք Արարատի մարզում էին, իսկ նախորդին շրջել են քաղաքում ներկայացրել ծրագրերը։ Կանն ի՞նչ է։ Հովանես։ Էմիլ ջան, Հովանես ջան։ Շարունակենք շուրջ 27 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսին։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին Շաքի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Շաքի փոքր հիդրոէլեկտրակայանում։ Աշխատակիցներն արձանագրել են, որ ընկերությունը գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Ընկերությունը գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակը Շաքի գետից իրականացրել է 13 միլիոն 538 8687 խորանարդ մետր ավելի ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածն ու ռեժիմը, կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ 27 միլիոն 77 հազար 374 դրամի չափով։ Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել, ներքին գործերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը մայիսի 15-ին փակ հանդիպում է ունեցել պետական այցով երկիր այցելած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը, Սի Ցինփինը դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ հանդիպումները։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխհմբռնումների են հասել կայուն տնտեսական եւ առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու եւ միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։ Չինաստանի առաջնորդը կարևորել է այս բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսը պահպանելը եւ հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Սի Ցինփինի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ այդ երկիրը կարող է սկսել նավթ գնել ԱՄՆ-ից։ Հնարավոր գործարքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ։ ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ պետական այցի շրջանակում Սի Ցինփինի հետ քննարկվել են տարբեր հարցեր։ Թրամփը հավելել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել Սի Ցինփինի հետ եւ նա համաձայնել է պատվիրել 200 ինքնաթիռ Boeing-ից։ Թրամփի խոսքով դա մեծ թվով աշխատատեղեր են։ Մայիսի 13-ից 15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում ԱՄՆ նախագահին ուղեկցել են խոշոր ամերիկացի գործարարներ, այդ թվում եւ Boeing-ի ղեկավար ու նախագահ Քելի Օրտբերգը։ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանին մերձավոր արևելքում լարվածության պատճառով բենզինի գների աճն օգտագործել այն բանի համար, որպեսզի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի համար ոչ շահավետ գործարք կնքվի։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում արդեն միջոցներ են ձեռնարկվել բենզինի գները պահպանելու համար եւ դրանք նվազելու են։ Մայիսի 12-ին Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում ամերիկացիների ֆինանսական վիճակը Իրանի հետ կապված իրադրության պատճառով, քանի որ ինքը փորձում է կանխել ավելի լուրջ խնդիր՝ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը։ Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանի իշխանությունները չանեն այն, ինչ ճիշտ է, ապա ինքը կավարտի աշխատանքը։
Մայիսի 14-ին հինգշաբթի Կիևի վրա ռուսական ուժերի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային ավիահարվածների հետևանքով ըստ վերջին տվյալների զոհվել է առնվազն 24 մարդ, այդ թվում 3 երեխա, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայիսի 15-ը քաղաքում հայտարարել է սգո օր։ Այդ օրը Կիևում կիչեցվեն պետական դրոշները, քաղաքում կարգելվեն ժամանցային բոլոր միջոցառումները։ Ուկրաինական զինված ուժերը հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 892 անօդաչու թռչող սարք, որոնցից 710-ը կասեցվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Ուկրաինայի արտգործնախարար Սիբիհան հայտնել է, որ Կիևի վրա զանգվածային օդային հարձակման կապակցությամբ իր գերատեսչությունը նախաձեռնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Ռուսաստանի Դաշնության Ռիազան քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել 3 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը իր տելեգրամյան էջում։ Առողջապահության նախարարությունը հստակեցրել է, որ 7 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում 4 երեխա։ 2 մեծահասակի վիճակը գնահատվում է ծանր։ Մալկովը հավելել է, որ 2 բազմահարկ շենք վնասվել է։ Անօդաչուների բեկորներն էլ ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում։ Նշվում է, որ այժմ ընթանում է հետևանքների վերացում, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մայիսի 15-ին ռազմագերիների փոխանակում են անցկացրել 205-ը 205-ի դիմաց ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 15-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 205 զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին է հանձնվել 205 ռազմագերի, ասվում է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելու գործում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելարուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Նախորդ անգամ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների փոխանակում էին անցկացրել ապրիլի 11-ին 175-ը 175-ի դիմաց ձևաչափով։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Ուսանողների եւ երիտասարդների օրվա արդիվ նախատեսված միջոցառումներով պայմանավորված մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այսօր ժամը 22-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի Նալբանդյան եւ Աբովյան փողոցների հատվածում շատրվանների դիմաց, կեսգիշերից սկսած երթևեկությունը կսահմանափակվի նաեւ Ամիրյան փողոցում Հանրապետության հրապարակից Ամիրյան Զաքյան Խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16-ից սկսած ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ, այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։ Եվ ջերմաստիճան առաջիկա օրերին կնվազի 5-ից 8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա։ Վաղը դարձյալ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, հաջողություն։